Երգչուհի Տաթև Ասատրյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Նրա երգերը մեկ օրում հիթ են դառնում։ Երգչուհին ակտիվ է նաև սոցիալական էջերում, որտեղ հաճախ հրապարակումներ է անում Նժդեհի մասնակցությամբ, ում այցելել էր «Ես կամ» նախագծի շրջանակներում։ Նժդեհը հանրության սիրելին է դարձել և իր պատմությամբ հուզել է շատերին։ Տղան իր տատիկի հետ ապրում էր Էջմիածին քաղաքի հանրակացարաններից մեկում։ 10-ամյա Նժդեհը հաղորդման ընթացքում պատմում էր, որ ապրում էր տարեց տատիկի հետ, կենցաղային ծանր պայմաններում։ Ըստ նրա, մայրն իրեն լքել է, երբ 1 տարեկան է եղել, իսկ հայրն իրեն այցելում է, երբ գումար է ունենում։ Նժդեհը պատմում էր նաև քաղցած լուսացրած օրերի երազանքների մասին։ Հաղորդումից հետո արձագանքները բավականին բուռն էին, օգտատերերը հանդես էին գալիս գրառումներով տատիկին և թոռանը աջակցելու նպատակով։ Նժդեհի Ալվարդ տատը 73 տարեկան էր, երբ կյանքից հեռացավ, ու Նժդեհին էլ մենակ թողեց։ Թերևս հենց տարեց կնոջ մահից հետո էլ Նժդեհի հայրը որդուն իր մոտ տարավ ու հիմա զբաղվում է որդու խնամքով։ Հենց դա էլ պատճառն է, որ Տաթև Ասատրյանը չի կարողանում որդեգրել Նժդեհին ու միշտ պահել իր մոտ։ Սակայն հարկ է նշել, որ Տաթև Ասատրյանը շատ մեծ ուշադրություն է դարձնում Նժդեհին, նրա խնամքով զբաղվում է, նրան տանում է շատ լավ ու տարբեր վայրեր, որտեղից հրապարակումներ է անում սոցիալական էջերում։ Նրա հետ գնում զբոսայգի, նրան անակնկալներ մատուցում։ Վերջինը 1 ամիս առաջ էր։ Նժդեհը փոքր տարիքից երազել էր մոտոցիկլ ունենալ։ Եվ ահա, Տաթևն իրականացրել է Նժդեհի երազանքը՝ հոլովակով կիսվելով Instagram-յան էջում։ Ձեզ ենք ներկայացնում այդ տեսանյութը։ Կաձը մեր պապի։ Փոքր ժամանակից երազել եմ մոտո ունենալ։ Կամաց։ Բարև բոլորին։ Ուրեմն Նժդեհը, ում արդեն բոլորը ճանաչում եք, մոտավորապես 1 տարուց ավել է ու ունի շատ մեծ երազանք, որի մասին խոսում է գրեթե ամեն օր։ Նա երազում է ունենալ այսպիսի մանկական, բայց իսկական ամենագնաց։ Ես որոշեցի, որ նա տակ ունենա միայն մի դեպքում, երբ որ շատ վարժ գրել կարդալ կսովորի և կսկսի բարձր գնահատականներ ստանալ։ Նա գիտի, որ այսօր ունի անակնկալ, բայց չգիտի, թե ինչ անակնկալ։ Ընկերներին, որ նրանք ամբողջ ընթացքը գաղտնի նկարեն, որպեսզի դուք էլ հետևեք այս ամեն ինչին և միասին տեսնենք, թե ինչ էմոցիաներ կունենա Նժդեհը, տեսնելով իր անակնկալ նվերը։ Հիմա գնում ենք Նժդեհի մոտոն պահենք, որ ինքը չտեսնի ու գնանք իր հետևից։ Դու գնա պապից ինչ էր ուզում։ Մոտո։ Ինչ գույն։ Կապույտ։ Համ էլ դու ինչ ես արել, որ մոտոն ունենաս։ 10 եմ ստացել։ Ինչից ես 10 ստացել։ Մաթեմից։ Դե լավ, ինչ մոտո Նժդեհ։ Նորմալ բան ուզի։ Փոքր ես հլը, կմեծանաս կունենաս։ Խիստ լացում կյանքս։ Գնում ենք հեքիաթ նայենք։ Գիտես ինչ լավ հեքիաթ է։ Աղբերս։ Բա մոտոյի համար կլացեն։ Համ էլ ինչ մոտո։ Ցավդ տանեմ, փոքր ես հլը։ Կմեծանաս կունենաս, անպայման։ Տիպ։ Ուրիշ բան չես ուզում տվել պապից։ Խի մի հատ ուրիշ բան մտածի, նամակ գրենք իրար հետ։ Նկատում եմ պապի չկարսել, ոչ մի նամակի չեմ տվել։ Կաձը մեր պապի։ Փոքր ժամանակից երազել եմ մոտո ունենալ։ Փոքր ժամանակից երազել ես։
Օրեր առաջ Դոբրի արմյանսկի վեչեր հաղորդմանը Տաթևն անկեղծացել է, խոսել Նժդեհի մասին, համեմատականներն անցկացրել իր մանկության հետ ու հավելել, որ Նժդեհի հետ վարվում է այնպես, ինչպես կցանկանար իր հետ վարվեին։ Երգչուհին նշել է, որ տղան ցանկանում է երաժիշտ դառնալ ու հերթական անգամ իր խոսքում խոստացել է, որ մշտապես լինելու է Նժդեհի կողքին, Տաթևը հուզվել ու հուզել է հանդիսատեսին։ Հավելենք նաև, որ իր վերջին հարցազրույցներից մեկում խոսելով անձնական կյանքի և երեխաներ ունենալու մասին, Տաթևը նշել էր. «Ժամանակ չկա, հիմա ես եմ երեխա, մի քիչ մեծանամ նոր, կլինի անպայման, հիմա զբաղված եմ, ինձ այդքան ժողովուրդ է սպասում, պետք է փող աշխատեմ, որ երեխա ունենամ, չէ, առաջինը ունենում ես, ասում են, բա երկրորդը, երբ ես ունենալու, չունես հարցնում են, երբ ես ունենալու, դրա օրն էլ կգա»։ Երգչուհին խոսել էր նաև «Ես կամ» նախագծին իր մասնակցությունից պատմելով հենց Նժդեհի մասին։ Նժդեհը շատ լավ է հիմա, փառք Աստծո, շատ լավ սովորում է, կորդեգրեի, եթե կարողանայի, բայց չեմ կարող, որովհետև երեխան փաստացի թղթով ունի ծնողներ ու նրանք դեմ են որդեգրմանը, և դա երկար պրոցես է։ Տարիներ են պետք երեխային որդեգրելու համար, բայց հիմա ինքը շատ լավ է, արդեն պապան հետևում է երեխային, նրա հետ է ապրում իր ցանկությամբ, դհոլի է գնում, շատ տաղանդավոր երեխա է, շատ ուժեղ ռիթմիկա է զգում, ու մի հատ տեսահոլովակ ունեմ Գյումրու մասին, որը Հայաստան գնալուն պես պիտի նկարեմ ու ուզում եմ, որ դհոլը ինքը նվագի, իրար հետ սիրուն տեսահոլովակ կունենանք, նշել էր Տաթևը իր վերջին հարցազրույցի ժամանակ, դե իսկ Star News-ը ձեզ է ներկայացնում նաև նրանց մասնակցության մի քանի այլ տեսանյութ։ Քրիստոսի եկյալ երեխայութենի մկրտություն, մկրտի հանուն հոր և որդվո և հոգվին սրբով։ Գնյալ արյամ մն Քրիստոսի իծարայութենե մեղած, ընդունի որդեգրություն հորն երկնավորի, լինել ժառանգակից Քրիստոսի և տաճար հոգվից սրբով։ Կնգնես, արի մոտես։ Ժողովուրդ ջան, շատ եք հարցնում, թե Նժդեհը որտեղա ոնց է ու ինչ է անում, ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու, չէ՞ կյանքս։ Ամայի ճամփեքին, քո գրկում, քո կողքին, շունչ առավ իմ հոգին, իմ հոգին, իմ հոգին։